ԵՄ կոռուպցիոն գործը եւ դրա ազդեցությունը Հայաստանի վրա։ Բարի գալուստ մեր ոդքասթ։ Այսօր խոսելու ենք մի թեմայի մասին, որը զգալի քննարկումներ է առաջացրել ամբողջ Եվրոպայում եւ դրանից դուրս։ Խոսքը վերաբերում է ԵՄ-ում բացահայտված բարձր մակարդակի կոռուպցիոն գործին եւ այն հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ դա Հայաստանի համար։ 2025-ի դեկտեմբերի 2-ին եվրոպական մի շարք լրատվամիջոցներ ու իրավապահ մարմիններ հայտնեցին մի աղմկահարույց գործի մասին։ Այն կապված էր դիվանագետների եւ պետական ծառայողների վերապատրաստման համար նախատեսված ծրագրային տենդերների հետ։ Գործը ներառում էր College of Europe-ը եւ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը EEAS-ը։ Հետաքննության ընթացքում ձերբակալվեցին մի քանի նախկին ու գործող բարձրաստիճան պաշտոնյաներ, ամենահայտնին Ֆեդերիկա Մոգերինին, ով 2020-ից ղեկավարում էր College of Europe-ը։ Եվրոպական հանրային դատախազությունը EPPO-ն ներկայացրեց մեղադրանքներ, ներառյալ անօրինական տենդերային սխեմաներ, շահերի կոնֆլիկտ, կոռուպցիա եւ մասնագիտական գաղտնիության խախտում։ Չնայած ձերբակալություններին, 3 հիմնական գործով անցնողները ազատ արձակվեցին, չփախչելու վտանգի բացակայության հիմքով։ Քննությունը շարունակվում է, սակայն Մոգերինին արդեն հրաժարական տվեց իր պաշտոնից։ Այս սկանդալը ԵՄ ներսում առաջացրեց լուրջ վստահության ճգնաժամ։ Այն ցույց տվեց, որ նույնիսկ ամենաբարձր մակարդակում կարող են ձևավորվել կոռուպցիոն գործընթացներ, հակասելով այն արժեքներին, որոնցով ԵՄ-ն տարիներ շարունակ հանդես էր գալիս որպես հակակոռուպցիոն բարեփոխումների օրինակ այլ երկրների, այդ թվում Հայաստանի համար։ Իսկ ինչու է սա կարևոր Հայաստանի համար։ Վերջին տարիներին Հայաստանը ԵՄ-ից ստանում է նշանակալի աջակցություն, հատկապես հակակոռուպցիոն համակարգի բարելավման ուղղությամբ։ Աջակցությունը ներառում է իրավական բարեփոխումներ, հանրային կառավարման թափանցիկության բարձրացում, դատաիրավական համակարգի հզորացում, մասնագիտական վերապատրաստումներ հակակոռուպցիոն մարմինների համար։ Եվ այստեղ առաջանում է հետաքրքիր, բայց բարդ հարց։ ԵՄ-ն Հայաստանին աջակցում էր կոռուպցիայի դեմ պայքարում, բայց հիմա հենց ԵՄ ներսում են բացահայտվել կոռուպցիոն սխեմաներ։ Արդյոք սա չի նվազեցնում ԵՄ-ի հեղինակությունը։ Արդյոք սա հարցականի տակ չի դնում այն աջակցությունը, որը ստանում է Հայաստանը։ Մի կողմից կարելի է մտածել, որ եթե ԵՄ սահամակարգում նման բաներ հնարավոր են, ուրեմն ինչպես կարող են նրանք օրինակ ծառայել։ Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը այն չէ, երբ կոռուպցիա չկա, այլ այն, երբ այն բացահայտվում է, անկախ պաշտոնի բարձրությունից։ Սկանդալից հետո 2025-ի դեկտեմբերի 2-ին ԵՄ խորհուրդն ու Եվրոպական խորհրդարանը համաձայնեցին նոր միասնական հակակոռուպցիոն օրենքի շուրջի։ Ըստ այդ օրենքի, բոլոր անդամ երկրները պարտավոր են ունենալ համահարթեցված իրավական սահմանումներ կոռուպցիայի վերաբերյալ, պարտադիր ազգային հակակոռուպցիոն ռազմավարություններ, անկախ վերահսկող մարմիններ, ավելի խիստ թափանցիկության մեխանիզմներ եւ importantly, պետական եւ մասնավոր կոռուպցիան նույնպես պատժալի դառնալ։ Սա իհարկե կազդի նաեւ ԵՄ-ի գործընկեր երկրների վրա։ Հայաստանը եւս կզգա հետևանքները, մասնավորապես ավելի խիստ ֆինանսական ստուգումներ, ծրագրերի վերահսկողության ուժեղացում, հաշվետվողականության նոր պահանջներ։ Հայաստանը հիմա գործ ունի մի ԵՄ-ի հետ, որը փորձում է վերականգնել իր հեղինակությունը, եւ դա անելիս ԵՄ-ն անպայման կխստացնի վերահսկողությունը, պահանջներն ու ստուգումները։ Սա կարող է առաջացնել ավելի բարդ պայմաններ, բայց նաեւ ապահովել ավելի որակյալ աջակցություն, ավելի հավաստի վերահսկողություն եւ վերջապես ավելի ուժեղ հակակոռուպցիոն ինստիտուտներ Հայաստանում։ Եվ այսպիսով, ԵՄ-ի ներսում տեղի ունեցած սկանդալը, որքան էլ բարդ եւ տարակուսելի լինի, միաժամանակ դաս է ու հնարավորություն։ Այն հիշեցնում է, որ ցանկացած համակարգ կարող է սխալվել, բայց կարևոր է ինչպես է այն արձագանքում իր սխալներին։ Շնորհակալություն, որ լսեցիք։ Եթե ցանկանում եք հետևել նման թեմաների շարունակությանը, միացեք մեր ալիքին։